Գյումրիում այսօր մոմավառություն է տեղի ունեցել խնկարկումով և Ֆրանսիայի ժողովրդին զորակցություն հայտնելով։ Մանկավարժական ինստիտուտի բակից ուսանողները դրոշներով և ցուցապաստառներով քայլել են դեպի Շարլ Ազնավուրի հրապարակ, որտեղ մոմավառությամբ ծաղիկներ են խոնարհվել Փարիզի և Բեյրութի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին։ Աննա Մարտիկյանն է պատմում։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի ամբիոնում ուսումնական շաբաթվա մեկնարկը տրվեց Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակի խնկարկումով ու Շիրակի Մայրբուհի կողմից զորակցություն հայտնելով ֆրանսիացի ժողովրդին ֆրանսերենով։ Nous sommes de tout cœur avec vous tous. Nous nous souvenons de ceux qui sont morts et ceux qui ont perdu leurs parents. La France était toujours avec l'Arménie et aujourd'hui l'Arménie aussi est prête. La France et l'Arménie ont de bonnes relations pendant tout le temps. Նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչության օրը կեսօրին Գյումրիի մանկավարժականում էր Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուଆ Շարպանտիեի ղեկավարած պատվիրակությունը, ովքեր ուսանողներին ծանոթացրին բնագիտական և հումանիտար ուղղություններով Ֆրանսիայում ուսումը շարունակելու և աշխատանք գտնելու հեռանկարներին։ Մանկավարժականում պլանավորել էին նոր ուսումնական շաբաթը սկսել դեսպանի առաջարկի քննարկմամբ ուսումնական ծրագրերի շուրջ։ Քննարկումը սակայն վերաբերվեց եղբայր Ֆրանսիային զորակցելուն։ Վատ լուրը, գուժը, մենք իմացանք երեկոյան ուշ ժամին և մանկավարժական ինստիտուտը չէր կարող անմասն մնալ այդ ողբերգական իրադարձությունից և ամբողջ կոլեկտիվը խոր ցավակցում է։ Երեկոյան արդեն ուսանողները ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և Գյումրիի այլ բուհերի երիտասարդների հետ մանկավարժականի բակից դրոշներով ու ահաբեկչության ցավը կրած երկրներին զորակցություն հայտնող ցուցապաստառներով քայլարշավ կատարեցին Անի թաղամասից դեպի Շարլ Ազնավուրի հրապարակ։ 1 ժամ տևողությամբ շուրջ 500 ուսանողների երթին միացան նաև անցորդները։ Լինելով Ֆրանսիային բարեկամ քաղաք, շատ սիրելով ֆրանսիացիներին, մանավանդ մեր Շարլ Ազնավուրին, թե ինչ Ֆրանսիան արեց երկրաշարժի ժամանակ, բնականաբար այսօր անպայման պետք է կազմակերպվեր նման ակցիա։ Մենք այսօր մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, միաժամանակ արկածի տունք ենք մատուցում։ Դուք տեսնում եք ինչ բազմաշերտ է հասարակությունը, որ հավաքվել են այստեղ, մեծ մասամբ երիտասարդներ, եւ շատ կարեւոր եմ համարում։ Ողջ առաջադեմ մարդկությունը պետք է կարողանա դատապարտել եւ ամեն ինչ անել, որ նման ոճրագործություններ չկրկնվեն եւ չլինեն մարդկային զոհեր։ Հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ համարվող Մեծ հայորդու Շարլ Ազնավուրի անվան հրապարակում արձանի պատվանդանի աստիճաններին մոմավառությամբ գյումրեցիները ծաղիկներ խոնարհեցին ահաբեկչության զոհերի հիշատակին։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, Առաջին ալիք։